Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում բախվել է լարված իրավիճակի, երբ մի կին նրան մեղադրել է հայրենիքը եւ երիտասարդ սերունդը կործանելու համար, ասելով, որ իշխանությունները գողացել են եղբորն ու երեխաների ապագան։ Դրանից հետո իրավիճակը սրվել է, վարչապետի աջակիցները սկսել են քաշքշել կնոջը, իսկ Փաշինյանը կոշտ ու վիրավորական արտահայտություններով է արձագանքել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը։ Ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ։ Դուք գիտեք, քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած եւ կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք։ 197 անհետ կորած։ Անհետ կորած, քանի բարձրաստիճան։ Ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք, բռնի անհետացած։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197։ Ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի։ Անհետ բռնի անհետացած։ Ում ձեզ կոտորել։ Դուք մեզ կոտորել եք։ Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզարթնել, մենք չենք կզել։ Դուք Աշխատան գիտությունների տեխնացի որտեղ եք աշխատում դուք։ Որտեղ եք աշխատում։ Չէ, ասա որտեղ եք աշխատում։ Մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել։ Մենք պետություն ենք ստեղծել։ Ուրեմն լսեք ինչն եմ քանդում։ Ինչն եմ քանդում։ Դուք եք եթե դուք ռոբն եք, մենք քեզ կզացնելու ենք։ Եթե դուք ռոբն եք, ռոբինել ենք կզացնելու, կալուգացունել ենք կզացնելու, գագոյնել ենք կզացնելու, սերժինել ենք կզացնելու։ Եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբին կզացնելու եմ, գնա եմ անել, կզացնել եմ և կզացնելու եմ։ Եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնել եմ, կզացնելու եմ։ Ես հայ եմ։ Ես հայ եմ կաստետությունում եմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռ ռոբը գնդակահարել է, գնդակահարել է, ես չեմ գնդակահարել, ես ինձ էր ասած, ինձ ռոբը դուք, ասյակներով ես բավարաչափով ձեզ լսեցի, բավարաչափով ձեզ լսեցի։ Ուրեմն, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կալուգացնել եմ սատկացնելու եմ, դուք եք կզեն, դուք եք որ թախել եք, ռոբը, մի րոպե, արի մի րոպե մի կնա, ռոբը Սերջը, և մյուսները, ովքեր, մի րոպե, հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ես ձեզ լսեցի, ուրեմն են մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոցում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին, մեր երեխեքին են տքել են, մեր երեխեքին են լքել են, ռոբինել են կզացնելու, սերժինել են կզացնելու, կալիգացունել են կզացնելու, գագոյնել են։ Մի լավ բան անեի, 8 տարի հնարավոր Հեսա կասեն, առողջության ապահովագրություն, թոշակ, բնակարան, մի միլիարդ, Քո հետ խոսալություն եմ, ես եք Իդան չեք եկել, ոչ, կանգնեք լսեք, ես կանգնեք և լսեք, կանգնեք և ես ասում եմ, են Ղարաբաղի ակցենտով, մի դոպ է, են Ղարաբաղի ակցենտով, լսեք, Ես անկեղծ ասած, այո, իմ եղբայրս 44 օրյա պատերազմի բռնի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանն է, բայց հավատացեք, իմ առաջին հոգու պորտքումը դա իմ հայրենիքի կորուստն է։ Եթե ես եղբորս կորցնեի, չեմ ասում հաղթանակած, շատ լավ կլներ, որ առաջին պատերազմում ենք մասնակցել, զոհեր տվել, բայց մեզ հպարտ ենք զգացել, մեզ արժանապատիվ ենք զգացել։ Եթե լիներ հաղթանակած երկրի կորուստ կամ գոնե մի քիչ արժանապատիվ պարտված երկրի կորուստ, ես անհամեմատ ավելի թեթև կտանեի այս ցավը։
Ինքը պղծեց ամեն ինչ։ Բավական չի, որ կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը եւ շարունակում ենք կորցնենք եւ Աստված մի արասցե, եթե վերընտրվի, ես չգիտեմ մեր հետ ինչ ա լինելու, ինչ թուրքական վիլայեթ ենք դառնալու, Աստված մի արասցե, որ լինի։ Դա ես չեմ կարողանում իմ անձնական վշտի հետ այլևս համակերպվեմ։ Ոչ անձնական, ոչ ես էլի եմ ասում, առաջնահերթությունը եղբայրս թող ինձ ների, եթե ողջ է, թող ների, եթե չկա, թող հոգին ինձ ների։ Բայց հայրենիքիս այս ձևի անպատիվ կորուստը ես հանդուրժել եւ ներել չեմ կարող երբևէ։ Մենք անպատիվ ենք հայրենիքը կորցրել։ Ես հասկանում եմ, որ պատերազմի մեջ կան հաղթողներ եւ պարտվողներ, բայց պարտվելն էլ ձև ունի։ Պարտվելուց էլ մի քիչ արժանապատվություն են պահում։ Ես մոտեցա իրեն ողջունելու, այո, ես իհարկե ինքը շատ արագ ընկավ հիստերիայի մեջ։ Սկզբից որ նենց իրան թվաց, թե բարի նպատակներով եմ մոտեցել, սկսեց ժպտալ ու ավելի մոտեցավ։ Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում եւ հանձնում է Ադրբեջանին, ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ շարունակել, որ Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան գաղափարը լուրջ ծրագիր է, որի իրականացումը ըստ նրա ավելի հավանական է դարձել ներկայիս իշխանությունների պայմաններում։ Ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ Ջերմուկի, Սյունիքի եւ Տավուշի հատվածներում, իսկ Փաշինյանի հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ այն դարձնում են վիճելի տարածք բանակցային գործընթացում։ Սա լուրջ ծրագիր է Ադրբեջանի կողմից եւ նրանք բավական վճռական են սա իրականացնելու։ Եվ դրա իրականացումը այսօրվա իշխանությունների կոալիցիան պայմաններում օրից օր զգում ես, որ շատ ավելի ռեալ է դառնում։ Փաշինյանը Հայաստանը Սալամեի նման, Կալբասի նման շերտ գդրում եւ հանձնում է Ադրբեջանին։ Իր իսկ գրծքին խփած այդ Հայաստանը ինքը դեռ շերտ առ շերտ գդրում եւ հանձնում է Ադրբեջանին։ Այսօր ադրբեջանական բանակը մխրճվել է Հայաստանի տարածք արդեն օկուպացրել է եւ նվտակ չունեն հետ քաշվելու։ Նրանք գտնվում են Ջերմուկի բարձունքներում, Սյունիքի բարձունքներում, Տավուշում։ Փաշինյանը արդեն Մեղրիում Միջանցքի վրա մեր հայկական հսկողությունը հանձնել է երրորդ կողմի։ Դա էլ ենք կորցրել։ Վերջերս հենց Սյունիքում իր արած հայտարարությունը իբր որ պաշտպանում է Սյունիքը եւ հանգստացնում է ժողովրդին, թե այդպիսի հարց չկա, Սյունիքը Հայաստանի անբաժան մաս է, այդ հայտարարությամբ նա արդեն ինքը խոստովանություն է անում, որ ինքը այդ հարցն է դաբալել։ Այդ հայտարարությամբ ինքը Սյունիքը արդեն վիճելի տարածք դարձրեց։ Ադրբեջանցիք էլ լսում են, չէ։ Դուք բնական գնայիք, այդ որ նա Վայոց ձորում կամ Շիրակում ասեր Շիրակը Հայաստանի անբաժան մաս է։ Ինչի այդպիսի հարց պետք է ծագի որևէ մեկի մտքում, ուր մնաց երկրի ղեկավարի մտքում։ Դա նշանակում է ինքը բանակցություններում լավ գիտի, որ իր առաջ այդ խնդիրն է նաև դրվել։ Եվ մի օր առաջ ընդամենը, երբ Հայաստանի քաղաքացին նրան ուղիղ հարց տվեց, որ արդյոք թե դարածքներ դուք պատրաստում եք տալ Ադրբեջանին, նա փորձելով մանիպուլացնել հարցը, արձվաշեն վերադարձնել անկլավներ եւ այլն, մի խոսքով ասեց այո։ Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է ՔՊ-ի պաստառ պոկելու գործով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի մահվանը, հիշեցնելով լուսահոգի Արմեն Գրիգորյանի հայտնի խոսքերը «Սրան հանեք, մարդ չմեռնի» էլ։ Նա տեղի ունեցածը որակել է իրավական աբսուրդ եւ հայտարարել, որ դեպքը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական։ Դանիելյանը կոչ արել հունիսի 7-ին փակել մահերով կորուստներով լի այս էջը։ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունները պետք է ներկայացվեն որպես հանրաքվե պետությունը պահելու կամ կորցնելու մասին։ Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը չունի բնական սոցիալական հենարան եւ փորձում է աջակցություն ստանալ արհեստական շերտերից, խոստումներով ու վարչական ռեսուրսներով։ Հովհաննիսյանը նաեւ պնդել է, որ Փաշինյանի վերարտադրության դեպքում Հայաստանը կարող է կանգնել նոր տարածքային կորուստների եւ անվտանգության լուրջ սպառնալիքների առաջ։
Այս իշխանությունը երկիրը հաշված ամիսների ընթացքում տանելու է կորստի։ Մեզ Արցախ պետք չի, մեզ Շուշի պետք չի շերտը ուրիշ է։ Այն հանգիստ ասելու է, մեզ Հայաստան պետք չի։ Այս շերտի հետ գործ չունենք։ Մյուս շերտերի հետ սակայն պարզ սուր հարցադրման դեպքում հասնել արդյունքի։ Նա արդեն գոռացել է Արցվաշենը Հայաստան է եւ վերջ, ինչը նշանակում է իր վերարտադրության դեպքում նոր ծանր կորուստներ, հանձնումներ, գործող գյուղերի, կարևորագույն ճանապարհների, ռազմավարական բարձունքների եւ բնակավայրերի հանձնում կամ եթե նույնիսկ փոխանակում, ապա անբնակ որևէ ճանապարհով Հայաստանի հետ չկապված տարածքի հետ։ Դա ինչ է իսկական հանրաքվեի թեմա։ Տիգրանաշենի բարձունքում տեղակայվելիք ադրբեջանական զինուժը կամ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելն ինչով են նպաստելու Հայաստանի անվտանգության բարձրացմանը կամ տարածաշրջանային խաղաղությանը։ ՀԿ Գերագույն մարմնի անդամ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանի ապագային վերաբերող որոշումները կկայացվեն Բաքվում կամ Անկարայում։ Նրա խոսքով Փաշինյանի իշխանության տարիներին վատթարացել են հայ-ռուսական հարաբերությունները, ինչից օգտվել է Իլհամ Ալիևը, ամրապնդելով դիրքերը տարածաշրջանում։ Զաքարյանը նաև պնդել է, որ գործող իշխանությունների քաղաքականությունը վտանգում է Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, համարեք, որ Հայաստանի ապագայի հետ կապված հարցերը քննարկվելու եւ լուծվելու են Բաքվում կամ Անկարայում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օդ ու ջրի պես պետք է Իլհամ Ալիևին, հակառուսական վերջին պարտիան Հայաստանի շահերի հաշվին խաղարկելու համար։ Արևմուտքը դեմ չի, որովհետեւ իր համար միևնույնն է, Հարավային Կովկասում գործ կունենա Բաքվի հետ, կարևորն իրենց շահերն են։ Նույն կերպ են մտածում նաեւ Ռուսաստանի Դաշնությունում։ Եթե հունիսի 7-ին ԿՊ-ն պարտվի եւ Հայաստանում իշխանություն փոխվի, ապա եւ Մոսկվան եւ Վաշինգտոնը, եւ Պեկինը, եւ Բրյուսելն այլևս չեն կարող անտեսել հայկական շահերը եւ կսկսեն լրջորեն վերաբերվել հայ ժողովրդի դերակատարմանը։ Ստրատֆոր վերլուծական կենտրոնի համաձայն Հայաստանում սպասվող ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանի դեմ Ռուսաստանը հավանաբար կուժեղացնի տեղեկատվական արշավները, նրան ներկայացնելով որպես արևմուտքի դրածո եւ երկրի անվտանգությանը սպառնացող առաջնորդ։ Ըստ զեկույցի Մոսկվան կփորձի ազդել մեդիայի, առցանց հարթակների, ընդդիմադիր գործիչների եւ տնտեսական ազդակների միջոցով խուսափելով բացահայտ էսկալացիայից։ Միաժամանակ նշվում է, որ Փաշինյանի հաղթանակի դեպքում Հայաստանը կշարունակի խորացնել հարաբերությունները Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ, իսկ թույլ մանդատը կամ հետընտրական անկարգությունները կարող են լրացուցիչ լծակ դառնալ Ռուսաստանի համար։ Աշխարհի տարբեր իրավապաշտպաններ առաջադրել են Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 26 թվականի մրցանակին։ Նրանք հայտարարում են, որ Վարդանյանը երկար տարիներ ներգրավված է եղել մարդասիրական ու մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնություններում, նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը բարձրաձայնելու համար։ Միաժամանակ ընդգծվում է, որ նա այժմ գտնվում է Բաքվում եւ մեղադրվում է Ադրբեջանի կողմից, ինչի պատճառով առաջադրողները դա ներկայացնում են նաև որպես մարդու իրավունքների պաշտպանության օրինակ եւ նրա ազատ արձակմանն աջակցելու քայլ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ հայտարարություններով սպառնացել է Իրանին, ասելով, որ ժամանակը սպառվում է եւ առանց արագ համաձայնության Թեհրանը կարող է ծանր հետևանքների բախվել։ Ըստ լրատվամիջոցների Իրանի շուրջ բանակցությունները դեռ չեն բերել կայուն համաձայնության, մինչդեռ կողմերը փոխադարձաբար մեղադրում են միմյանց անզիջում դիրքորոշման համար։ Իրանական աղբյուրները պնդում են, որ Միացյալ Նահանգները առաջ է քաշում կոշտ պահանջներ, ներառյալ միջուկային ծրագրի սահմանափակումներ եւ ուրանի պաշարների հանձնում։ Միաժամանակ հաղորդվում է, որ Թրամփը խորհրդակցություններ անցկացրել ազգային անվտանգության թիմի հետ քննարկելով հնարավոր ռազմական սցենարներ, իսկ Պենտագոնը պատրաստել է հարվածների պլաններ, ներառյալ էներգետիկ եւ ենթակառուցվածքային թիրախներ, եթե իրավիճակը սրվի։ Իրանի ռազմական եւ դիվանագիտական պաշտոնյաները կոշտ հայտարարություններ են արել Միացյալ Նահանգների հասցեին, զգուշացնելով, որ Պարսից ծոցի հարավային հատվածում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կարող են թիրախավորվել, իսկ Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ իրավիճակը կարող է սրվել։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է Միացյալ Նահանգներին, մեղադրելով այն տարածաշրջանում լարվածություն հրահրելու եւ բանակցային գործընթացները խաթարելու համար։ Նրա խոսքով Վաշինգտոնի գործողությունները նպաստել են դիվանագիտական գործընթացների ձախողմանը եւ անվտանգության ռիսկերի աճին։ Հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ տեղեկություններ կան Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ռազմական սցենարների մշակման մասին, ինչը կողմերի միջև լարվածությունը պահում է բարձր մակարդակի վրա։